Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանին այլևս քպական պաշտոնյաները չեն ուղեկցում պատարակների ժամանակ, հասկացաք հա արդեն, որ անպտուղ գործընթաց է եւ Նիկոլ Փաշինյանին թողեցիք միայնակ, օրինակ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանը միայնակ էր եկել։ Ոչ մի պարագայում միայնակ չենք թողել եւ ոչ մի պարագայում միայնակ չենք թողնելու։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է, որ կա այդ եկեղեցին գնացող պաշտոնյա, կա այդ տարածքում բնակվող պաշտոնյա, չկա այդ տարածքում բնակվող պաշտոնյա, կա մարդում հարմար է այդ օրը գնա պատարակի ու կա մարդում այդ օրը հարմար չի գնա պատարակի։ Բոլորը Հովանավանքում էիք մի քանի ամիս առաջ փաստորեն բնակվում։ Չէ, Հովանավանքում չէինք բնակվում, բայց այդ ժամանակ որոշել էինք գնալ այնտեղ պատարակի։ Կարող է վաղը էլի լինի պատարակ, որին կմասնակցենք, կարող լինի պատարակ, որին չմասնակցենք, օրինակ ես անձամբ։ Այս ինչ որ տենց բան որոշում չի։ Ուղղակի միշտ ուղեկցում էին բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետին, հիմա կարծեք թե հետ են քաշվել, հետ են կանգնել, էլ չեն ուզում ասոցացվել Նիկոլ Փաշինյանի գործընթացի հետ։ Բա ինչու հանկարծ որոշեցին գնալ ու հոպ մի անգամ։ Հիմա որ հաջորդին էլ օրինակ գնան, ասելու եք ինչի որոշեցին չգալ նախորդին, հիմա որոշեցին գալ։ Անպտուղ զբաղմունք։ Դե հիմա լավ, դուք ո՞րն է իրենց չգալու նպատակը։ Պաշտոնյան։ Դե օրինակ Գևորգ Պապոյանը, Ալխաս Ղազարյանը, դուք երբեմն հաճախակի միշտ ուղեկցում էիք վարչապետին։ Այդքան է հաճախակի չէ, բայց հա երբեմն ստացվում էր գնում էի, այսօր չի ստացվել, չեմ գնացել, ո՞րն է խնդիրը։ Ունենք պաշտոնյաներ, որ ուրիշ եկեղեցիներում են գնացել, ի՞նչն է խնդիրը։ Թե նոր մարտավարությունը։ Ինչ մարտավարություն։ Հարցում եմ։ Առհասարակ մարտավարություններ չեն կիրառում պատարակների այցելության շուրջ։ Եվ ընդհանուր շաքան որ այս թեմայից սկսեցինք, պարոն Ալեքսանյան, ի վերջո ուր հասավ ձեր այսպես կոչված բարենորոգումը, ինչ փուլում է։ Շատ լավ, շատ կարևոր հանգրվանային փուլում է կարելի ասել։ Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության դատարանը չեղարկեց Կտրիչ Ներսիսյանի որոշումներից մեկը, կան դատական հայցեր նաև նրա այլ որոշումների չեղարկման հետ կապված, տեսնենք ինչ կլինի, ակնհայտ է, որ Կտրիչ Ներսիսյանի որոշումների բողոքարկումը արդեն պետք է գնա հենց այդ տիրույթ ու դատարանները պետք է կայացնեն արդարացի վճիռներ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Բայց այնուհանդերձ այդ խորհուրդը, որ ստեղծվեց վարչապետի կեցավայրում մի քանի եպիսկոպոսների մասնակցությամբ, դա գործում է, ոչ հայտարարություն են տարածում, ոչ տեսնում որ տարածում են, այդ Facebook-յան ինչ եք հետևում։ Վերջինը եպիսկոպոսաց ժողովի հետ կապված, որ դրսում անցկացնելը խնդրահարույց է, դա է ասում։ Բա ամենով բան չպետք է անի։ Ամենօրյա գործընթաց չէ, այսինքն բարի, բայց ամենով հրապարակում չպետք է անի։ Լավ, հիմա ի՞նչ է տեղի, ինչ է անում այդ խորհուրդը։ Իր գործունեությունն է ծավալում։ Խորհրդի անդամներին որ հարցնեք, ես վստահ եմ իրանք շատ ավելի մանրակրկիտ ձեզ կներկայացնեն, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում։ Անակ Նավասարդ Կճոյանը այսօր հրաժարվեց խոսել։ Դե ինչ է։ Մյուսներին հարցրեք։ Դուք կաք այդ խորհրդում։ Չէ, իհարկե չկա։ Եվ եկեղեցու հետ կապված մեկ այլ թեմա, որ իշխանականները այսպես բուրըն քննարկման առարկա դարձրեցին, այդ ուղղափառ բառը, որ հայտնվեց առաքելականի կողքին, դա նորություն էր ձեզ համար։ Որը որ հայաստանյաց առաքելական եկեղեցին, ինչպես ասում են մայրաթորից, ուղղափառ այդ ուղղության մեջ։ Դա իրանց համար էր նորություն։ Իրանց համար դա նորություն էր։ Իրանք երբ որ այս թեմայով խոսակցություն ծավալեցին, որ հայ առաքելական եկեղեցու անունը փոխելա Կտրիչը, իրանք պարզեցին հանկարծ, քրքրեցին, փորձեցին հասկանալ, թե խիա դա տեղի ունեցել, գտան շատ հեռու էլ չգնացին, մայրաթորի կայքի առաջին էջը մտան ու տեսան, որ այնտեղ գրված է, որ հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է, ես ասում եմ իրանց համար հատուկ նորություն ունեմ։ Հայ առաքելական եկեղեցին բացի նրանից, որ ուղղափառ է, հայ առաքելական եկեղեցին նաև կաթոլիկ է, ընդհանրական եկեղեցու մաս է կազմում։ Ու դա մայրաթորի կայքում, եթե չեմ սխալվում, հենց առաջին նախադասությամբ է գրած։ Բայց հայ առաքելական եկեղեցու անունը ոչ թե հայ առաքելական կաթոլիկ ուղղափառ եկեղեցի է, այլ հայ առաքելական եկեղեցի է։ Էլ ավելի մեծ նորություն ասեմ, կոնկրետ Կտրիչ Ներսիսյանի որոշ հետևորդների ու համախոհների համար։ Հայ առաքելական եկեղեցին, ուղղափառ եկեղեցին եւ կաթոլիկ եկեղեցին, այս երեք եկեղեցիներն էլ համ առաքելական են, համ կաթոլիկ են, համ ուղղափառ են, բայց ամեն մեկը ունի իր անունը։ Ու այդ անունը ամեն մեկը վերցրել է ելնելով իր հասարակական, քաղաքական նպատակահարմարությունից։ Ու հայ առաքելական եկեղեցու անունը փոխելը
դա հստակ ձուլման վտանգ է առաջացնում։ Որովհետև ես վստահ եմ, օրինակ Կտրիչ Ներսիսյանի որոշ ջատագովներ տենց բան էին անում, չէ, վայ, դուք չգիտեք, ուղղափառ է մեր եկեղեցին, բան, որ հարցնես ո՞րն է մեր եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությունը հույն եւ ռուս ուղղափառ եկեղեցիներից, հիմնական տարբերությունը չեն կարողանալու ասել։ 90%-ը ուղղակի չի կարողանալու ասել։ Հիմա իրենք ասում են, որ դա նշանակում է ուղղափառ, որ ոչ թե հունա-ռուսական եկեղեցուն է միաձուլում, այլ դա եկեղեցու ուղղությունն է, ուղիղ հավատք։ Ես հիմա դա ուղղափառ բառը ասում են դրա համար է գրված։ Այս մարդիկ ինչ որ շփոթմունքի մեջ են, իրանք սովոր են, որ падգամավորը պետքա լինի այնպեսին, ինչպեսին, չգիտեմ, օրինակ նախկին հանրապետական падգամավորներն էին, որոնց շփումը հոգևորի ու կամ աստվածաբանության հետ մենակ այնա, որ Արշակ Խաչատրյանին կարան կանչեն, ասեն մի հատ արես խաշի սեղանը օրհնի ու գնաց տեղից, իրանց ընկալումը ենթադրաբար դա է։ Ես էլ ասում եմ, այո, ոչ մեկ չի հերքում ու չի էլ կարող հերքել, որ հայ առաքելական եկեղեցին ուղղա դավան է։ Բայց ասում հայ առաքելական եկեղեցին նաև կաթոլիկ է, ընդհանրական եկեղեցում հասակազմ։ Այսինքն որ եթե նոր Նախիջևանի թեմի այդ ցուցանակի վրա նաև կաթոլիկ բառը գրված լիներ, այս աղմուկը չէր լինի։ Կլիներ, որովհետև Կտրիչ Ներսիսյանը չի կարող միանձնյա որոշել ու եկեղեցու անուն փոխել, որտեղ ասում եմ, եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, իսկ վաղն է կարող, օրինակ, չգիտեմ, Իտալիայում հայկական եկեղեցիներից մեկի վրա գրի հայ առաքելական կաթոլիկ եկեղեցի։ Իսկ կարող է ինչ-որ մի օր էլ որոշի առաքելական բառը հանի գրի կաթոլիկ ուղղափառ եկեղեցի։ Իսկ կարող է մի օր էլ ուղղակի գրի հայ ուղղափառ եկեղեցի կամ հայ կաթոլիկ եկեղեցի, այդ այսքան տենց ազատություն ունի, ինչ որ մեկը ով ուզում է լինի, այդ մեկը միանձնյա տենց որոշումներ կայացնելու։ Չունի ոչ մեկ տենց ազատություն։ Հիմա դուք ինչ խնդիր եք այստեղ տեսնում։ Ես տեսնում եմ, որ մի հոգին որոշում է, որ ինքը կարա այն մարդն է, որ կարա մեր եկեղեցու անունը փոխի, տենց բան չի կարող լինել։ Մեր եկեղեցին ունի իր անունը, որը բխում է այո մեր եկեղեցու դավանաբանությունից, բայց նաև բխում է մեր պատմությունից, մեր ավանդույթից, մեր քաղաքական նպատակահարմարությունից։ Այդ անունը միացնյա չի կարող փոխվել, եթե ազգային եկեղեցական ժողովը քաղաքական ենթատեքստ եք դուք ստեղ տեսնում։ Ես չեմ կարող ասել։ Առնվազն որոշակի ենթատեքստ կարելի է գտնել այդտեղ, բայց ես զերծ կմնամ։ Դե օրինակ Կտրիչ Ներսյանի եղբայրը չի, որ KGB-ի ագենտ է։ Հիմա թող մնացածն արդեն չգիտեմ։ Տեսեք, այսպես մեկնաբանություններ կար, այ որ Ռուսաստանում է դրա համար Ռուսաստանում գտնվող թեմի անունն է այդպես, բայց հետո ցույցվեցին եվրոպական մի քանի թեմերում էլ այդ բառը կար, Բուլղարիայում օրինակ։ Ավելի վատ։ Ուրեմն ավելի շատ տեղերում է նա ինքնիրավչություն արել։ Նա միանձնյա իրավունք չունի նման որոշում կայացնել։ Այսինքն ես չեմ հասկանում այդ մարդիկ ինչ են վիճարկում նրա կողմնակիցներին, ասում են, այ դուք չգիտեք եկեղեցին ուղղափառ, ասում են, գիտենք, ժողովուրդ ջան, այդ դուք եք դա նոր իմանում, մենք որ դա գիտենք, դուք չգիտեմ ուր էիք։ Մեր եկեղեցին եւ ուղղափառ է եւ կաթոլիկ է եւ առաքելական է։ Այո, բայց մեր եկեղեցու անունը հայաստանյաց առաքելական եկեղեցի է։ Ու այդ անունը ոչ մի հոգի առանձին վերցրած չի կարա փոխի։ Այդ անունը կարա փոխի մենակ ազգային եկեղեցական ժողովը։ Ազգային եկեղեցական ժողովը կորոշի նման բան անել։ Բոլորս խոնարհաբար պիտի ենթարկվենք այդ որոշմանը։ Եվ դուք իշխանությունը իրավապահ համակարգը խոչընդոտում է եկեղեցուն ժողովներ հրավիրելու անցկացնել, վերջին նախադեպը դա որ տեսանք եպիսկոպոսատ ժողովներ, որ ուզում էին անել եւ հանկարծ եպիսկոպոսատ ժողովին ընդառաջ որոշվեց, որ այդ եպիսկոպոսները ինչ որ գործերով են անցնում, երկրից չեն կարող գնալ։ Դրանից առաջ որոշվեց։ Դες զուգադիպեց։ Բայց ես գիտեմ, որ տարբեր եպիսկոպոսների հետ կապված տարբեր գործեր վաղուց է ինչ քննում։ Եվ ինչի հանկարծ էս փուլում բան Ալեքսանդրյան։ Որը օրինակ։ Օրինակ Նաթան Սրբազանն։ Նաթանի այդ գործը դուք չգիտեք ինչքան ժամանակ։ Լավ, եթե կարող, ապա ինչու էս փուլում որոշվեց, որ ինքը երկրից դուրս չի կարող գալ։ Նաթանի գործը երբ որ սկսվել է, դեռ էս արտերկրում եպիսկոպոսած ժողովի գաղափարը չի եղել։ Չէ, ես ոչ թե ասում եմ գործը նոր սկսվեց, այլ խափանման միջոցը, որ չի կարող երկրից դուրս գալ։ Ես իմանամ, այդ հարցից մի տվեք, բա որ Նաթաններ ու այս գործի շրջանակներում փախ ուզենար, չգիտեմ, խուսափեր դատավարությունից ու գնար բան աներ, չէիք ասելու հենց մեկը դուք։ Ինչի՞ ձեր դատական համակարգ։ Այսինքն դուք հաստատում եք, որ Ես չգիտեմ, ես հարց եմ տալի, հակնդեմ հարց եմ տալիս, ասում, եթե օրինակ նույն Նաթանը վեր կենար, գնար ու էլ հետ չգար, չներկայանար ոչ իրավապահներին, ոչ հետագայում էլ դատական մամլին, դուք ինքներդ չեք հարցնելու, ասելու
Էս չի ձեր իրավապահ համակարգը, թողեց այս մարդը գործը վրան, ինքը վեր կացավ, գնաց, հիմա էլ չի գալիս։ Իշխանությունները տվել էին, հա, Չէ, այն հարցը, իշխանությունները ընդհանրապես կապ չունեն այս թեմայով։ բայց հարցը չլսեցի։ Ինչ ուզում ալնի հարցը։ Չասում Ինչ են էի- տվել։ Տվեք հարց, որի պատասխան պետք է լինի, այո։ Իշխանությունները տվել էին այն հարցի պատասխանը, թե ինչպես ստացվեց, որ Արշակ Կարապետյանը կարողացավ գնալ, Գագիկ Խաչատրյանի տղան կարողացավ գնալ, Արամ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կարողացավ Ոչ, էլի նորից ոչ, չտվեց, այլ հակառակ այդ հարցերը Նաթան Սրբազանի բանը, այդտենց հասարակության առաջ չգիտեիք ինչ ասեք եւ դրա համար Ես չեմ ասողը։ Այդ հարցերը իշխանությանը եթե տրվում են, դրանք վերահասցեագրվում են իրավապահ մարմիններին նույն ինձ, նույն իմ կողմից։ Օրինակ եթե ինձ այդպես հարցեր եք տալիս, ասում եմ, ճիշտ հարց է, մարդը բարձրացնում, խնդրեմ պատասխանեք։ Ու ես ենթադրում եմ, որ իրավապահ համակարգն էլ ինչ-որ հետևություններ է անում, ինքնահայեցում է անում նաև իր գործունեության հետ կապված, ինչը շատ ողջունելի է, ու նմանատիպ խնդիրները գնալով մոտեցնում է 0-ի։ Բայց այս թեման ամփոփելով, հա, ինչ հաջողվեց, հա, անել իշխանություններին, ասում եք, հաշված ժամեր են մնացել, Արեն Սիմոնյանն ասում էր կինոն ավարտվեց, վերջ։ Կինոն ավարտված է, դուք չեք ֆիքսել, որ կինոն ավարտված է։ Պարզապես դեռ դերերը խաղում են մարդիկ։ Ով։ Հա, Կոտրիչը այո խաղում է իր դերը, համաձայն եմ այս առումով, բայց կինոն ավարտված է ակնհայտ։ Կան տենց էլ նույն դեպքեր, որ դերասանը շատ է մտնում դերի մեջ, հետո դուրս չի գալիս։ Բայց կինոն ավարտված է ու դա գերակնհայտ է։ Դուք ասում եք մի քանի օր է մնացել կաթողիկոսը։ Ասում եմ այդ մի քանի օր արդեն անցել է։ Եւ կաթողիկոսը Նա արդեն վաղուց է անսասան են Գարեգին երկրորդ կաթողիկոսի դիրքերը։ Որտեղ են անսասան։ Նա մայրաթորում է եւ քաղաքալ առաջնորդ է։ Քաղաքալ առաջնորդ, ում առաջնորդն է նա։ Հայաստանի քանի թեմի առաջնորդն է նա։ Հայաստանի քանի թեմա նրան ընդունում որպես առաջնորդ։ Քանի հոգևորական է նրան ընդունում առաջնորդ։ Քանի քահանա է Հայաստանում ընդունում 20 քանի քահանա ձեզ աջակցություն հայտնեց մի քանի տասնյակ Հայաստանում քանի հավատացյալ է նրան ընդունում որպես առաջնորդ։ Դուք ասեք։ Ես ասում եմ, որ նրա Դուք հաշվել եք ավարտվել։ Նրա կինոն վաղուց ավարտվել։ Դուք հաշվել եք հավատացյալներին։ Չէ, բայց իմ համար վիզուալական տեսանելի է ամեն ինչ։ Սուրբ Խաչ եկեղեցու բակում մարդիկ լսում էին Նիկոլ Փաշինյանը ներսում է, կտրուկ հետ էին դառնում, գնում էին։ Դուք մի մասն եք ասում, կարող է լինել։ Այո, եւ կային մարդիկ, որը աջակցում էին։ Որտեղ ռադիկալ մարդիկ կան, իհարկե ռադիկալ ընդդիմադիր մարդիկ էլ կան, ռադիկալ իշխանամետ մարդիկ էլ կան, չկողմնորոշված մարդիկ էլ կան, բոլորին ատող մարդիկ էլ կան, բոլորին սիրող մարդիկ էլ կան։ Հա, հիմա նորությունն է, որ կարան լինեն մարդիկ, ովքեր, չգիտեմ, ինձ չեն սիրում, ինձ ատում, ու կան մարդիկ, ովքեր ինձ սիրում։ Ընտրություններից հետո ավելի արդեն գործուն ջանքեր կներդնեք կաթողիկոսին հեռացնելու։ Ես չեմ կարծում, որ սա այս թեմաները պետք է մեկը մյուսի հետ շաղ կապել։ Իմ կարծիքն է, եթե ուզում իմանալ։ Բայց կաթողիկոս Հայաստանի Հանրապետությունում այս բան չկա, դա էլ է պետք արձանագրել։ Դա ով որոշեց։ Դա որոշեց հենց ինքը, Կտրիչ Ներսիսյանը։ Ու շուտ, շատ ավելի շուտ։ Ուղղակի իշխանությունները կաշկանդված է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցով զատնի է դրել, պարոն Ալեքսանյան։ Ինչի՞ ազատն դրել։ Դե նորա մի օր բան էին անում, տեսնում ենք իրար հետևից ստատուսներ էր գրում, հայտարարություններ էր անում, նա զենզուն չկա։ Զենզուն կա։ Ինչ պետք է արվի հիմա օրինակ որ չի արվում ասես։ Ես կարծում եմ process շատ նորմալ, շատ բնական իր հունով գնում է։ Կտրիչ Ներսիսյանը չունի իշխանություն եկեղեցու ներսում, չի էլ ունենալու այդ իշխանությունը։ Չէ, ինչպես չունի, երբ որ 20 քահանա ձեզ այս ծրագրին գաղափարին աջակցում է, դա ասենց ցուցան քահանաներ միացան, բայց զուգահեռ 200-ից ավելի քահանա կաթողիկոսին է աջակցում, ինչպես եղավ որ նա իշխանություն չունի։ Հենց այդպես էլ եղավ։ Այսինքն 20 քահանան։ Դե մարդ ուզում էր Մասյացոտնի թեմի առաջնորդ փոխել, ճիշտ է։ Եվ Մասյացոտնի թեմի քանի հոգեվորական փոխեց։ Այո։ Ում փոխեց։ Ոնց փոխեց։ Դատարանի վճիռը անտեսելով փոխեց։ Կաթողիկոսի տնօրինությունները դրա իրավական պատասխանատվությունը ենթադրում է ինքը թե չի ենթադրում։ Կաթողիկոսի տնօրինությունները ասում են, որ ենթակա չէ դատարաններում վիճարկում։ Դե իրանք տենց թող մտածեն, դատարանն էլ իր որոշումները կկայացնի։ Դատարանը նաև կորոշի ենթակա են թե ենթակա չէ։ Բայց այնտեղ շատ հստակ գրված է նաև կանոնագրքերում, եթե չեմ սխալվում, որ ենթակա են։ Շատ հստակ է գրված։
Բայց հենց նույն այդ Վերջի եթե ենթակա չլներ, թող պետրեգիստրում արդարադատության նախարարությունում չգրանցվի։ Հենց այդ նույն թեմում հոգևորականների մեծ մասը աջակցում է նոր թեմի առաջնորդին։ Ես համաձայն չեմ ու ես կարծում եմ իրականում այս թեմայով արդեն ամեն ինչ ասված է մեծ հաշվով։ Բայց ինչ նշանակում համաձայն չէ, երբ որ քահանաները հայտարարություն են տարածում այդ մասին։ Քահանաները շատ դեպքերում են հայտարարություններ տարածում ու նաև շատերը պատմում են, թե ինչի հիման վրա են այդ հայտարարությունները տարածում։ Եվ պարոն Ալեքսանյան, տեսեք, բանն էլ է, պահանջնել էր խառը, հա, սկսել եկեղեցիների չուլանացումից, հետո կուսակրոնության ուխտ խախտելու հարց առաջ քաշել, հետո նա մոռանալ, ինչ որ գործակալի հարց բերել առաջ, սա խառը պատմություն ստացեց, ոնց որ կոնկրետ հիմա ձեզ ինչն էր անհանգստացնում, եթե բոլորն ամենը միասին։ Բա ինչու հետևողականորեն չեք Հետևողականորեն գնում ենք, ո՞ր նախնդիրը։ Պարզապես դատախազությունն ասում է չկա որևէ գործ, որևէ մեկի եկեղեցական բարձրաստիճան հոգևորականի հարցով Նոր ասում եք եպիսկոպոսների վրա գործակալի մասով ինչ որ բանի հետ կապված Դաժե ապօրինի հարստացման ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածել է բանի հետ կապված։ Պարոն Ալեքսանյան, ձեր հիմնական մրցակիցում եք համարում առաջիկա ընտրություններին։ Մենք չենք որ պետք է մրցակից համարենք, թող Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրի։ Եվ մեզ ընտրի, եւ մեր հիմնական մրցակցին ընտրի։ Դուք ում եք համարում։ Համարելու խնդիր չի սա։ Ինչ տարբերություն։ Ընդդիմադիր ուժերի մեջ ինչ տարբերություն կա։ Օրինակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարապետյանների ինչ տարբերություն կա, ինչ որ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության ղեկավարն է, Քոչարյանը հա, բայց գաղափարական իմաստով ինչ որ տարբերություն կա։ Գաղափարական իմաստով չկա իմ կարծիքով ոչ մի տարբերություն։ Դեն Գյումրի բանն է, էլի, հիշենք, այնտեղ էլ ինչ որ մեկը Մարտուն Գրիգորյանն էր Սերժ Սարգսյանի թեկնածուն, մեկը Վարդանիկն էր Քոչարյանի թեկնածուն, այն մեկն էլ չգիտեմ ով էր Քոչարյանի այն մյուս թեկնածունը, բոլորը նույնն են։ Ու իրար էլ ինչ որ բաներ ասում էին, ինչ որ ձևական հակամարտությունների մեջ էին մտնում իրար հետ, քաղաքացիներին էին ամենավերջի ձևով խափում։ Վերջում տեսանք ինչ եղավ։ Դրա համար իմ կարծիքով այդ տարբերակում դնելը այս մեկը թե այս մեկը թե այս մեկը չկա թե բոլորը նույնն են։ Սամվել Կարապետյանը ուժը ամենայն դեպս խոստումնալից հայտարարություններ է անում քաղաքացիների համար 300,000 աշխատատեղ կստեղծեն, փոքր ու միջին Բախի չեն ստեղծել։ Իշխանություն չեն ունեցել, բարձ պատճառով 2008-ից 2017 թվականներին Նարեկ Կարապետյանի հայրը, Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը եղել է հանրապետական խմբակցության ղեկավար, խորհրդարանական մեծամասնության ղեկավար։ Եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Նախագահական մոդելում նախագահի աշխատակազմի ղեկավարը դա տենց գրեթե վարչապետական պաշտոն է, որպես իրար ճիշտ հասկանանք։ Պատգամավոր ամբողջությամբ ներծծված են եղել Սերժ Սարգսյանի իշխանական բուրգում Կարապետյանների հետ ոնց իշխանություն չեն ունեցել։ Լավ, բավականաչափ չեն ունեցել, թող 300 չստեղծեին, 200,000 աշխատատեղ ստեղծեին, բախ չեն ստեղծել։ Չեն ստեղծել իրենց այդ բիզնեսները։ Ստեղծածներն էլ կամ եղած աշխատատեղերն էլ եղել են Նայիրիտի մակարդակի։ Երբ որ Նայիրիտի բանվորները, երբ որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, Նարեկ Կարապետյանի հայրը, Նայիրիտի բանվորները գալիս էին նախագահականի դիմաց ամիսներով աշխատավարձ էին ուզում։ Իրենց ամիսներով աշխատացի աշխատավարձ չէին ստանում։ Այդ ինչ հեքիաթներ է, հրյա փիարշիկ են վերել, որը տենց հեքիաթներ է գրում, իրանք էլ այդ հեքիաթները արտասանում են, բայց դե լավ։ Իսրայելից PR մասնագետ են կամ չէ։ Սրա մասին մամուլն է գրել, շատ հայտնի դեպ մասնագետ Մոշե Կլուքավտ, եթե չեմ սխալվում անունը, Սև PR-ի հայտնի մասնագետ, հայտնի իր պարակտիչ գովազդային արշավներով, իր թիրախավորումներով, իր Սև PR-ով մեծ հաշվով։ Մի քանի $100,000 ըստ մամուլի մենակ այդ մասնագետին ու իր թիմին են տվել։ Եվ նրանք
օրինակ բուլկի վաճառողը այլևս հարկ չի վճարի։ Բուլկի վաճառողը Որովհետև կներեք, թողեք հարցը, բուլկի վաճառողը հարկ չի վճարի, կկարողանա իր փոքր բիզնեսը դարձնել միջինը դարձնի խոշոր եւ նոր հարկ կմուծի։ Այսինքն բիզնեսին շնչելու հնարավորություն է տալիս։ Ժամանակ իրանք զրկում բիզնեսին, փոքր բիզնեսը ազատ։ Դե նա ասում է, հայրս տեսա, որ կոռուպցիոն միջավայրի հետ կապված խնդիրներ կա, հրաժարական տվեց գնաց։ Այս հեքիաթների նախապատմությունն է, որ նախաբան ալնում հեքիաթների ժողովածում, ուրա հեքիաթների գիրք չունեմ, ափսոս տեղ ցույց կտայի, թե Ես էլ չարժանավար։ չեմ տեսնում։ Այսինքն իր հայրը 2008 թվականից հանրապետական է, 2008 թվականին կոռուպցիա չտեսավ, 2009 թվականին կոռուպցիա չտեսավ, 2010-ին կոռուպցիա չտեսավ, 2011-ին չտեսավ, 12-ին չտեսավ, 13-ին չտեսավ, 14-ին չտեսավ, 15-ին չտեսավ, 16-ին չտեսավ, 17-ին նոր տենց լույս ճառագեց եւ նա տեսավ, որ կոռուպցիա կա, լավ էտում են ձեռ առնում։ Ով չգիտի հանրապետականի ներսի գզվրտոցները 2017-ին։ Ով չգիտի Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան թեմատիկա, ով չգիտի, որ այդ ժամանակ տարբեր խմորումներ էին, տարբեր վերաբաժանումներ էին ազդեցության գոտիների այս մեկի կոռուպցիա։ Այդ 2008-ին 9-ին 10-ին այդ բոլոր թվերին չկար կոռուպցիա, 2017-ին հանկարծ այդ եկավ, թե կարող ինչ-որ բան չէին կիսել ուղղակի իրար։ Ինչ օրինակ։ Չգիտեմ, թող իրանք ասեն։ Բայց հայրս ասեց կոռուպցիա, լավ դե ձեռը կար։ Դա հեքիաթ է, դուք հասկանում եք, չէ՞ որ դա հեքիաթ է։ Բայց մի բան էլ ասեք, բուլկի վաճառողը այլևս հարկ չի մուծելու, ես որքան հասկանում, բուլկի վաճառողը մուծելու է եկամտահարկ։ Այ այդ բուլկու արտադրամասի տերը չի մուծելու։ Նրա հարկն էլ աստ երևույթին ընկնելու վաճառողի վրա, հացթուխի վրա ու այն մնացածի վրա։ Չէ, դա փոքր բիզնեսը ոնց է մուծելու։ Այսինքն փոքր բիզնեսը ունի աշխատող, այդ խանութը ունի խանութում վաճառող, այդ փուռը ունի հացթուղ։ Ենթադրաբար այդ հացթուղների հարկը կրկնապատկվել է, որ ընդհանուրի բանը փակի։ Դե երևի իրանք պարգևավճարներ չեն տա 7-8 միլիոն դրամի, հեն ասել են մեր վարչապետը մի դրամով կաշխատի, կկարողանան էլի տակից դուրս գալ ձեր նման տարեվերջին 3.5 միլիարդ չեն բաժան իրար մեջ, պարոն Ալեքսանյան։ Իրար մեջ 3.5 միլիարդ, այսինքն են նախարարությունների մասնագետները, կրծեր մասնագետները, միջին մասնագետները, իրանցը հասկանալի է, բայց հանուն գաղափարի իշխանության եկածները, կոռուպցիայի թալանի, ժողովրդի բարեկեցության մասին մտածողները ոնց կարողացան 7-8 միլիոն տուն տանել մի ամսում։ Բայց որն էր խնդիրը, ես ում հասկանում։ Որ լիքը խնդիրներ կա երկրում։ Չէ, նախ դուք ամսեկանը եք վերացում տենց մի 6-7 ամսվա պարգևավճարը որպես այդպեսին ու դրանով իսկ ստանում եք ինչ-որ մի հատ թիվ։ Բայց այդ թիվը ձեր նախարարներն են հայտարարել։ Հա, ու փաստացի հիմա ասում եք ոնց կարա նախարարը ստանա ամսեկան 2000-3000 դոլար աշխատավարձ։ Իրոք ոնց կարա նախարարը ստանա 2000-3000 դոլար աշխատավարձ։ Այ հեծի տնօրենը նախկինում պետք է ստանար $1 միլիոն աշխատավարձ ամսական էր տարի, չգիտեմ ինչքան ժամանակ հատվածում, բայց որքան գիտեմ $1 միլիոն հեծից ստացել, այ պետք է ստանալ, բայց նախարարը 2-3000 դոլար ստանալու իրավունք չունի, խայտարակություն է դա ուղղակի։ Ընդունեցիք, որ դա խայտարակություն է։ Չէ, ընդունեցի, որ դա հիմարություն է, պնդել է, որ նախարարը չի կարա 2-3000 դոլար աշխատավարձ ստանա։ Բայց նույնիսկ դրա համար օրենք չկա։ Որ ինչի համար օրենք չկա։ Տեսեք, Ալեն Սիմոնյանն ասում է դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Աշխատավարձը պետք է բարձրանա, բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով, այնտեղ պետք է այդ բալերի փոփոխություն լինի, որը բազմապատկվի բազային աշխատավարձով եւ ձևավորվի պաշտոնյայի աշխատավարձը։ Հիմա այդ ամեն ինչը չի եղել, դրա հիմքում ըստ էության վարչապետի մեկ որոշում է։ Այո, որովհետեւ վարչապետի մասնակցությամբ ներադրվել պիլոտային ծրագիր։ Բայց ինչի բերեիք ազգային ժողով, լայն քննարկվեր, հանրային Սա քննարկման։ պիլոտային ծրագիր է։ Պիլոտային ծրագրով թոշակները այդպես կրկնակի։ Թոշակները կրկնակի չէ, 2018-ից թոշակները 2018-ից ի վեր նվազագույն կենսաթոշակը առնվազն մենք ավելացրել ենք կրկնակիից Ինչ թիվել ուզում եք ասեք 40000-ը չի գերազանցել։ Նվազագույն կենսաթոշակի, դե հա, համաձայն իրականում կգերազանցի, եթե 20%, 22% բանը քեշբեքը հաշվենք հետը կդառնա 43-44000, բայց կոմունալները հանում ենք, ֆինանսական պարտադիր վճարները հանում ենք։ Հələ ես ձեզ ավելին ասեմ, առողջապահության ապահովագրությունն էլ համընդհանուր, որը մեր թոշակառուների համար ամբողջությամբ անվճար է, եթե դա էլ եք հանում, տակը շատ մեծ գումար է մնում։
միլիոնանոց վիրահատություններ են մնում, որոնց համար 0 է վճարում մեր թոշակառուն։ 0։ Այսինքն 5 միլիոն դրամանոց կարա վիրահատություն անի ու դրա համար մի կոպեկ չվճարի։ Չգիտեմ 100,000 դրամի դեղ վերցնի ու դրա համար մի կոպեկ չվճարի։ 400,000 դրամանոց մի բուժում անցնի ու դրա համար մի կոպեկ չվճարի։ Դա ձեռքբերում է։ Դուք կարծում եք դա բավարար է սոցիալական խնդիրները։ Բավարար չի, միանշանակ բավարար չի ու միանշանակ շատ մեծ անելիքներ ունենք այս Նկողկատությունը կիսով չափ չեք վերածել, խոսք եք տվել 21-ից 26 թվականների ու ընթացքում։ աշխատում ենք այդ ուղղությամբ, Դե բայց չէ, դա կոնկրետ ժամանակահատվածի ծրագիր է։ Հա, համաձայն եմ, կա խնդիր, ու այդ խնդիրը մի քիչ ավելի ուրիշ լուծում է պահանջում, որովհետև մենք օրինակ կարող եւ կենտրոնացել ենք բուն ուղակի պարզապես աշխատատեղ ստեղծելու վրա, ու գիտեք, որ 300,000-ից ավել աշխատատեղ, նոր գրանցված աշխատատեղ այ հայտ եկել մեր իշխանության գալուց հետո։ Դա արդյոք ստվերից դուրս եկած է։ Ստվերից։ Դե չգիտեմ, հարցնում եմ։ Մի մասը հա կլինի ստվերից, թող լինի 10%, թող լինի 20%։ Լավն էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, ընդամենը 20% ստվեր կար փաստորեն։ Չէ, ես այս 300,000-ի մեջ եմ ասում։ Չգիտեմ ինչքան կարող այդ թվերը թող մասնագետները ասեն, թող վիճվարչությունը ասի այդ թվերը, ես ասում եմ թող լինի այս 300,000-ի 20%-ը, բայց չեմ հավատում 20%-ն իրականում։ Ստվերից դուրս եկած մնացածը նոր ստեղծված է։ Բայց այդտեղ խնդիր կա, որ աշխատուժը պետք է համապատասխանի աշխատատեղերի համար անհրաժեշտ կվալիֆիկացիայի։ Ու սրան զուգահեռ պետք է նաև աշխատատեղերը բավականաչափ գրավիչ լինեն աշխատուժի համար, որտեղ հիմա Հայաստանում մենք ինչ պատկեր ենք տեսնում, ընդհանուր միջև մարզերում կան աշխատատեղեր, որոնք լրացվում են օտարերկրյա աշխատուժի կողմից, մասնավորապես Հնդկաստանի քաղաքացիների։ Կարի ֆաբրիկաներ կան, որտեղ ամբողջությամբ հնդկաստանի քաղաքացիներ են աշխատում։ Շինարարություններ կան, որտեղ մեծամասնությունը հնդկաստանի քաղաքացիներ են աշխատում։ Հիմա երջանիկ են ձեր ղեկավարած պետության մարդիկ, ինչպես խոստանում եք, երջանիկ անհատներ, հոգատար հանրություն, հզոր պետություն։ Ինձ թվում է առնվազն երջանկության վրա մեծ ազդեցություն է ունեցել ձեռքբերված խաղաղությունը, մարդկանց երջանկության մակարդակի վրա չեմ կարող պնդել, որ բոլոր մարդիկ երջանիկ են, ու կամ չեմ կարող պնդել, որ բոլորը պիտի երջանիկ լինեն, բայց կարող եմ պնդել, որ միանշանակ է, որ ձեռքբերված խաղաղությունը, օրեցօր զարգացող մեր պետությունը, օրեցօր ավելացող բարեկեցությունը այդ երջանկության վրա իր որոշակի դրական ազդեցություն ունի երջանկության զգացման վրա մարդկանց, որոշակի առնվազն իր ազդեցությունը ունի միանշանակ։ Այդ թեմային դեռ կանդրադառնանք, շարունակելով Կարապետյանների թեման, ասում են, այս վերջին հայտարարությունը Սարգիս Կարապետյանի, որ բում առաջացրեց, հա, կանանց հետ կապված, որը եթերում ուղիղ մեջ չեմ բերի հասկացան, կարծում եմ ինչի մասին է խոսքը։ Նարեկ Կարապետյանն ասում է դա մեր վրիպումն է, լավ, մենք ընդունում ենք, բայց այ մեր այդ վրիպումը կլինի բան, որ մենք մեր վրա կաշխատենք, էլ նման բաներ թույլ չեն տալ, բայց մեր վրիպման պատճառով մարդիկ չեն զոհվել, Որ վրիպման պատճառով մարդիկ չեն զոհվել։ Այդ եղբոր ասած այդ Եղբոր ասածի հետ կապված հա կարող է մարդիկ չեն զոհվել, բայց իրենց ոչ մի վրիպման պատճառով մարդիկ չեն զոհվել։ զոհվել են։ Դե ասում եմ, մարդու հայրը տարիներ շարունակ եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Եվ մարդ է զոհվել այդ Տարիներ ես հասկանում, ախր դուք հասկանում եք, չէ՞, ինչ ակնարկում։ Իր ակնարկը իմ համար առնվազն հասկանալի է։ Ես էլ ասում եմ, առնվազն մարտի 1-ին 2008 թվականի մարտի 1-ից հետո իր հայրը դարձել է հանրապետական կուսակցության անդամ։ Այդ ի՞նչ է այդ վրիպակա։ Այդ ի՞նչ է։ 2008-ից 2017 թվականներին իր հայրը եղել է հանրապետականի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, ամենակարկառուն։ Ու սա տենց բան չէ, էլի վիճելի փաստ չի, խմբակցության ղեկավար, աշխատակազմի ղեկավար, դա անվիճելի փաստ է, որ ամենակարկառուններից մեկն է եղել։ Ինչ են արել մեր երկրի համար Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ինչ զենքեր են գնել մեր երկրի համար, մեր պաշտպանունակությունը ինչ վիճակում են թողել, այդ վրիպումա թե վրիպում չի։ Մարդ զոհվել է դրա պատճառով, թե չէ։ Այն պետական ահասարսուր կոռուպցիան, որի մեջ թաղել էին մեր պետությունը, այդ ամբողջ վարչակարգով, դա վրիպակ է, թե վրիպակ չի։ Դրա պատճառով մարդիկ զոհվել են, թե չեն զոհվել։ Իրոք ուզում են այդ խոսակցության մեջ մտնեն, եկեք մտնենք։ Թող մի հատ բերեն, ասեն մենք այս 10 տարվա ընթացքում 2008-ից 2017 թվականներին իր հոր հանրապետական կուսակցության ամենախորը անդամության ժամանակ ասեն
Էս են կարել, էս են կարել, էս են կարել, էս են կարել։ Թող գան այդ թվերով խոսանք, տենանք իրանց վրիպակները որն։ Ունեն վրիպակ թե չունեն, կա պարզվի անսխալական են, ոչ մի վրիպակ չեն արել առհասարակ։ Կարա չէ, տենց բան պարզվի տեսականորեն։ Դե ուսանք նախընտրական շրջանում արդեն բանավեճեր կլինեն եւ ինչպես ԵԽԽՎ-ն։ Իսկ ուր եք հուսում, որտեղ ակնհայտ է, որ նրանք վախկոտ են քաղաքական առումով, անձնական որակները մի կողմ, քաղաքական առումով Դե վախկոտ կարող են։ Նարեկ Կարապետյանը ձեր հետ չի ուզում, բայց Նիկոլ Փաշինյանի հետ է ուզում բանավիճել։ Ես ավելի շատ եմ ցավակցում նրանց անկեղծորեն։ Ակնհայտորեն ինձ հետ ավելի հեշտ կլիներ։ Բայց չէ, ակնհայտ է, որ եթե ինձ հետ բանավեճից վախենում է, վարչապետի հետ բանավեճից առնվազն, էլ ավելի կվախենա ու երկրորդն էլ ինքը ասում է, չէ, որ ինքը չի իրանց առաջնորդում, ինչ կապ ունի, ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի, դա ծաղալի է ուղղակի։ Ասում եմ նորից էլ մի հատ էլ էս եթերից օգտվելով եմ ասում, մի վախեցի Նարեկ ջան, արի բանավեճի, չնայած ես վերջերս տեսակ ես հանրային քննարկումը հանրային հեռուստաընկերության Բաբկեն Թունյանի հետ մի իրանց թիմի ոնց հասկացա լավագույն տնտեսագետներ գնացել, տենց կիսա բանավեճային ֆորմատներ են հանրայինի կլոր սեղանով։ Թունյանը հարցնում է, ասում է հարգելի մեր ձևովի անդամ, օրինակ կարաք ասեք մեր արտաքին պարտքը, մեր պետական պարտքը նա հարաբերակցությունը աճել է, թե նվազել է, ունդեղ սխալ թվեր ասում, մի խոսքով խայտարակ բան է, տեսանք պետք է նայել ու հասկանալ, թե ինչ են խոսում այս մարդիկ։ Իդեպ պարտքի հետ կապված Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նայեցի 5-րդ ալիքին հարցազրույց էր տալիս, ասում այս հարցազրույցը որ տևեց 1 ժամ, այս հարցազրույցի ասում 1 ժամվա ընթացքում մեր պետական պարտքը $100,000 ավելացավ։ Ինչի՞ չեք կարողանում կառավարել միջոցներ այնպեսին, որ նախ շատ պարկեր չվերցնենք, հետո էլ դա բեռ է ի վերջո, ճիշտ են ասում, դա 1000 քաղաքացին է դա վճարելու։ Հենց բեռը, որպես այդպեսին պետական պարտքի բեռը, մենք նվազեցրել ենք, ոչ թե մեծացրել։ Պետական պարտքը ինքը տենց վակուումի մեջ, ես տնտեսագետ չեմ, հիմա ինչ որ կասեմ, խիստ մասնագիտական չի, բայց քաղաքական առնվազն պետական պարտքը վակուումի մեջ որպես թիվ չեն նայում։ Պետական պարտքը նայում են ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ։ Այսինքն ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում պետական պարտքը։ Երբ որ մենք ստանձնեցինք իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին, պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 52%-ը։ Հիմա պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 48%-ը։ Ակնհայտ է, որ մենք այդ բեռը նվազեցրել ենք, որտեղ տնտեսությունը ավելի շատ է զարգացել, քան մեծացել է պետական պարտքը։ Բայց տնտեսության ըստ Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հարված եք հասցնում, դուք քննադատում եք Ռուսաստանին, ինչ ասես ասում եք, մի օր երբ ենք ինչ ասես ասել Ռուսաստանին։ հիբրիդային պատերազմի Ռուսաստանին, երբ ենք հենց Ռուսաստանին ինչ ասես ասել։ Դե ասում եմ հիբրիդային Դե պատերազմ։ Վլադիմիր Սոլովյովը ինչ որ տխմարություն ասել, դրան պետք է եղել արձագանքել։ Քոչարյանը ասում է, ասենց մի մատի ճտոցով կփակեն այդ ճանապարհը, բեռները, ապրանքները չի գնա, չի Այսինքն արտահանվի։ Քոչարյանը ուզում է պնդի, որ Ռուսաստանը օրինակ հայ ժողովրդի թշնամին է, դա ուզում պնդի։ Այսինքն պետք է տենց Ռուսաստանը հայ ժողովրդի նկատմամբ թշնամաբար տրամադրված ինչ որ մի հատ գործողություն անի, ես դրան չեմ Դե ասում են կանեն այդ հակառուսական Բայց հակառուսականությունը ո՞րն է, որ Վլադիմիր Սոլովյովը ասում է Ռուսաստանը պետք է Հայաստանի նկատմամբ ինչ որ ռազմական գործողություն անի, չպետք է հապկն եք թիրախավորել։ հապկը չպետք է թիրախավորենք, երբ որ իր ասել եք Ռուսաստանը զենքի է, փողը վերցնում է զենքը չի տալիս եւ այլն, դրանով հայ-ռուսական հարաբերությունները Քոչարյանի դե դա բան է էլի, այսինքն պետք է փողը վերցնեն, զենքը չտան, դրա մասին չխոսացվի, պետք է հապկի երկրներից մեկը, օրինակ Բելարուսը գնա, շնորհավորի մեր նկատմամբ ուրիշի տարած հաղթանակը, բան անեն, տենց ուրախ շամպայն սալյուտներ բան եւ այլն, մենք է պետք է ասենք, օ ինչ լավ է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ Դե բայց ֆանտաստիկ եթե է։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, դա է Լուկաշենկոյի շնորհավորանքը մեջ, Իհարկե։ այսինքն Հենց իհարկե այդպես, իհարկե։ Հայաստանի Հանրապետության Այո, ղեկավարը այո։ հայկական Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա հեչ ոմն բռնապետ Լուկաշենկոյի շնորհավորանքը մեկ այլ բռնապետ Ալիևի մեջ։ Ես ասում եմ, որ միանշանակ է, որ չի կարելի քո հետ նույն ռազմական բլոկում գտնվող երկրի նկատմամբ տարած ինչ որ հաղթանակ գնալ շնորհավորել։ Դա բան է, այսպես տրամաբանական Կարելի գործողություն։ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
ակնհայտորեն Ալմաթայի հռչակագրից ելնելով ոչ միայն կարելի էր, այլև պետք էր։ Ու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից ելնելով, ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության խաղաղ զարգացման հեռանկարից ելնելով ոչ միայն կարելի էր, այլև պետք Հիմա էր։ չեմ ուզում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները Բայց Արցախի հետ կապված, մենք ինքներս ենք ձեր հիշում։ նախընտրական ծրագիրը, որ հետո մեջից արագ-արագ ջնջեցիք, որ Հադրութ եւ Շուշի եք Բայց դեօկուպացնելու։ ջնջեցինք, չենք ջնջել, մնում այդ ծրագիրը դրած չենք ջնջել։ Մենք մեր ասածներից հետ չենք կանգնում։ Այսինքն դեռ Չէ, դեօկուպացնելու եք Հադրութ։ չենք դեօկուպացնելու։ Բայց Ուրիշ ինչի՞ բան, որ քրելու։ մենք մեր ասածներից չենք հրաժարվում։ Գիտեք, դուք միայն բան եք անում, ուզում եք ձեզ թվում է, թե մենք մեր ասածներից Ես հարց եմ հրաժարվում ենք, տալիս։ չէ։ Այսինքն Մենք Հադրութը ասում եւ ենք- Շուշին դեօկուպացնելուց ԿՊ-ն չի հրաժարվել։ Հրաժարվել է։ Ես ասում եմ, որ մենք մեր դա ասած լինելուց չենք հրաժարվում։ Դուք ասում եք ջնջեցիք, չենք ջնջել։ Այն ինչ մենք ասել ենք, դա մենք ասել Բայց ենք, չդեօկուպացրեցիք։ որովհետև մենք հասկացանք, թե ուրա մեզ տանում այդ ամեն ինչ։ Մենք հասկացանք, որ Հայաստանի Հանրապետության լինելիության, Հայաստանի Հանրապետության խաղաղության ու Հայաստանի Հանրապետության զարգացման բանալը դա Ղարաբաղյան շարժումը փակելն է։ Ու մենք հայտարարեցինք, որ մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը եւ վերջ։ Ուղղակի երբ որ Ալիևը ասում էր ինձ փակ դռների հետևում ստիպում են այդ վատ կոռումպացված թալանչի Ուրիշ բան չէր ասում Ալիևը։ Դա չէր ասում, որ Սերժ Սարգսյանը եկել էր իմ մոտ խնդրում էր, ասում էր հայոց շրջանները կտամ, համաձայն եմ ամեն ինչի համաձայն եմ, բայց հետո գնաց իր մոտ տեղակ ցարկեց։ Խեք մեջ բերելուց միշտ մենակ էս մի արտահայտությունը մեջ բերում։ Էլ են մեջ բերեք։ Բայց եթե նենց էր բախի այն էլ նենց։ Այսինքն Ալիևին ստիպում էին Սերժ Սարգսյանն էլ գնացել էր, ասում էր խնդրում եմ էլի մի քիչ ժամանակ տուր ես 7 շրջանները կտամ, հետո եկավ տեղակ ցարկեց այդտեղ։ Եթե Ալիևի խոսքերը որպես բացարձակ ճշմարտություն ու Հայաստանի ներքաղաքական քննարկումների բանենք հիմք ենք վերցնում, դե եկեք էսե քննարկենք։ Բախի չեք այդ խոսքները։ Դա իթե Ալիևի այդ խոսքերը վարչապետին պատկանող լրատվամիջոցներ ժամանակին մեջ բերել եւ տարածում։ Որ խոսքերը։ Այդ որ փակ դռների հետևում իրենց ստիպում են, որ Արցախի անկախությունը ճանաչի։ Դուք եք, Դե ինչ կապ ունի, ինչ կապ ունի ով է տարածում։ Ես նկատում եմ, եթե այս մեկը Դուք մեջ եք ասում, խի եք մեջ բերում, մի խի եք ասում եք մենակ եք մեջ բերում։ Ասում մեջ եք բերում, լավ է կամ, դե այն մեկն է մեջ բերեք։ Պարոն Ալեքսանյան, շարունակելով նախքին հարցը, այ Մա Քոչարյանն ինչ է ասում է վատացնում եք հայ-ռուսական հարաբերությունները, ասում է տնտեսության ճանապարհը կփակեն, այդ ասում է որ տենց հրապարակում եք լավագույն տասնյակ հարբմուծողների, ասում է իրանք խնդրի առաջ կկանգնեն, ասում է էլի ես պիտի գնամ իմ կապերով այդ հարցերը լուծեմ։ Հիմա ինչի է Քոչարյանի վրա նոր բեռ դնում, որ գնա խնդրի իր կապերով ինչ որ բան Հայաստանի համար, որ ասում եմ ճանապարհը փակի ֆիզիկապես չէ, այսինքն շուտ դժվարություններ առաջացնեն, ըստ էության դա է նկատի ունեցի ապրանքների ընդունումը։ Ես ասում եմ Ռուսաստանը ու հայ ժողովրդի թշնամի չի, որ տենց բանան ինչի համար կամ պիտի անի։ Այսինքն Սալավիովը պետք է ասի Հայաստանի դեմ ռազմական գործողություն, մենք է պետք է ասենք այս Սալավիով դու հարթ ուղեղ ես ու դրա համար պետք է Ռուսաստանը բան անի։ Հայկական բիզնեսի համար ճանապարհ հայ գյուղացու մթերք օրինակ Քոչարյանի մտահոգությունը ձեզ ինչով է պայմանավորված։ Քոչարյանը փորձում է սպառնալիք կախի Հայաստանի Հանրապետության վզին ու իմ կարծիքով ինքը փորձում է նաև նմանատիպ հրավեր անի ռուսական կողմին, բայց ես վստահ եմ, որ ռուսական կողմը շատ ավելի խելացի է, քան Ռոբերտ Քոչարյանի այլասերված մտքերն են։ Բայց ինչի է կասկածի տակ դնում, որ նա Հայաստանի հանուն Հայաստանի Հանրապետության իր կապերը կօգտագործի, թեկուզ իր ընկերական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ եւ մի լավ բան կանի։ Չունեք պատասխան։ Իսկ դուք էլ ունեք այն պատասխանը, որ ունեմ ես, Դուք իմ պատասխանի գործ չունեք։ Ինչ է կասկածի տակ դնում իր հայրենասիրությունը։ Մեր սիրելի դիտողները ես վստահ եմ իմ փոխարեն կպատասխանեն այս հարցին մեկնաբանություններում։ Խնդրում եմ պատասխանեք նարեկի այս հարցին մեկնաբանությունները։ Դուք հիմա ուղղորդում եք ձեր աջակիցներին, որ հերթական անգամ Դեպի աջակիցներ, մեր աջակիցներին, բոլորին, ով մեզ դիտում է հիմա հոմ։ Մենակ մեր աջակիցներն են, իդեպ ձեզ դիտում։ Չէ, բայց ձեր խոսքը ձեր աջակիցների Չէ, ոչ աջակիցներ, դուք եւս։ Ինձ թվում է ձեզ համար ոչ բարենպաստ միջավայր կստեղծվի, եթե ձեր աջակիցները չմեկնաբանեն։ Ես սովորաբար որ իմ եւ ձեր հարցազրույցները նայում եմ, Նարեկ ջան, սովորաբար իմ համար այդքան է դահաճ միջավայր չի ստեղծվում։ Շատ փակ խմբերում եք դնում այդ հողումը Ոչ մի փակ խմբում երբեք չեմ դրել։
Ինչ է կարծում ամեն Չունեն է տենց փակվում։ Իրական ձեր աուդիտորիայի մեծ մասը մեր աջակիցներն էին ընկալվում։ Պարոն Ալեքսանդր, Այդտենց է, թե այդտենց չի։ Իմ կարծիքն եմ ասում։ չունեմ վերլուծություն։ Բայց ի տարբերություն շատ քպականների իմ օրվա աշխատանքային ժամից դուրս դեռ մեծ ժամանակ ստիպված եմ հատկացնել իշխանության տարբեր ներկայացուցիչներին ուղղված հայհոյանքները Մենակ իշխանության աջակի Եթե ձեզ մտահոգում է ընդդիմություն հարցը, նաև ընդդիմության ուղղված ես օրինակ հատկապես նկատում եմ ցավոք սրտի մի բան ասեմ, որ լրագրողների հասցեին ամենաշատ հիմա բանը sense գնում ու այդ ուղղությամբ ես կարծում եմ բոլորս անելիք ունենք, բայց մեր անելիքը շատ ավելի սահմանափակ է, քան ձեր անելիքը, որովհետև լրագրության ոլորտը հիմա ինքնակարգավորման բացարձակ կարիք ունի։ Երբ որ դուք սիրում եք, հա, դա ձեր ոդքասթների զգալի տեղն է ներառում լրագրողներին, լրատվամիջոցներին անդրադառնել։ Այօրինակ ինչի կոչ չեք անում, ձեր էթիկան էլ ասում այնտեղ 5 թե 6-րդ հոդվածներ, որ պետք է նաև սոցիալական ցանցում ատելության մեր կուսակցականները ու իհարկե անում ենք այդ կոչում մեր Չէ, կուսակցականները հիմնականում բացի նաև չգրելը, նաև դուք պետք է ձեր տիրույթներն օրինակ ձեր էջերը վերահսկեք։ Շատ դժվար է, ես օրինակ օրը 1000 Դրա համար YouTube-ը, մեկնաբանություն Facebook-ը շատ դժվար եմ կարծում։ մեկնաբանությունների դաշտը փակելու գործիք են ձեզ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն։ YouTube-ը օրինակ մենք YouTube-ում տենց ես edge ունեմ իհարկե, բայց շատ փոքր նորաբաց edge է, տենց YouTube-ում այդ խնդիրը։ Այսինքն չեք վերահսկում ձեր էջերը։ Փորձում ենք իհարկե, նաև անպայման ես շատ դեպքերում փորձում եմ գրեմ, որ խնդրում եմ զերծ մնացեք վիրավորանքից եւ այլնից, բայց հանրային լայն աջակցություն չեք վայելում ըստ էության, որովհետեւ ձեր կոչին ոչ մեկ չի հետևում, պարոն Ալեքսանդր։ Բայց Սարիկ բովանդակային հարցերի վրա կենտրոնանանք։ Անդիմությունը ձեզ ինչ ֆորմատով կմասնակցի, կամ մի քանի ընդդիմադիր ուժ, որը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իր թիմով, բայց իրենք օրինակ չեն ասում նաև իրենք առանձին են լինելու, միասին են լինելու։ Դե բոլորն է ասել են, էլի Գյումրու սցենար։ Էլ ոնց ասել այդ մարդիկ։ Ձևացնելու են թեյփեր իրար հետ չեն, հիմա ինչ որ ձևական տարաձայնություններ կբեմադրեն մի քիչ իրար կկծմծեն, բայց վերջնարդյունքում բոլորը սիրուն ձեռքի կտան ու վալս կպարեն։ Առնվազն իրանց ցանկությունը է դա։ Մոլդովայի սցենարի հետ կապված լայն քննարկում կա, ասում են իշխանությունը կդիմի դրան, օրինակ ինչ որ կուսակցության չգրանցի, գործունեություն սահմանափակի։ Չգիտեմ, դուք տեսնում եք նման կուսակցություն, որ օրինակ չպետք է։ Դա ես չեմ տեսնում, հանրարդարություն։ Քաղաքական գնահատական։ Չէ, քաղաքական գնահատականով չի կարելի կուսակցությանը, ինչ որ քաղաքական գնահատականով ոչ մեկ կուսակցություն չի կարելի զրկել, բայց այ օրինական, եթե ինչ որ մեր կուսակցությունից սկսած, եթե կա կուսակցություն, որ մեր օրենքների համաձայն չի կարա գործունեություն, չգիտեմ, ես նման տեղեկատվություն չեմ տիրապետում առնվազն։ Իսկ ձեզ մտահոգում է արդեն։ Ինձ մտահոգում է, կնեք, կան բաներ, որ ինձ մտահոգում են, թե չէ, հա, ինձ մտահոգում է, օրինակ, որ Դաշնակցությունը ամբողջ 2024 թվականի համար գրանցել էր ընդամենը 1 նվիրատվություն անել բնամթերքով։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ կուսակցությունը շատ ավելի շատ բան է ծախսել, քան այդ 1 բնամթերքն է եղել։ Այդքան միտինգ են արել, այդքան էս են արել, այդքան են արել, մենակ այդ միտինգների բեմը եսիմ ինչքան արժի։ Մի քանի միլիոն դրամից է սկսում 1 օրվա համար։ Կարող բեմ ունեն։ Չունեն։ Որ ունեն, դա էլ պետք է հայտարարեն, չեն հայտարարել, չունեն բեմ։ Ես գիտեմ օրինակ, որ ընկերություններից են վարձակալում, ինչ են անում, բայց որտեղ մենք էլ ենք կուսակցում, այս երկրի ինստիտուտները չեն աշխատում, եթե նման խնդիր կա։ Կոնկրետ այն ինստիտուտները, որոնք պետք է այս հարցով աշխատեն, սահմանադրորեն անկախ են։ Ու ինձնով չի պայմանավորված օրինակ, ու ես պատրաստում եմ այս հարցերը համապատասխան առիթի դեպքում ազգային ժողովում բարձրացնեմ, որովհետև աբսուրդ է, կներեք։ Ու լրատվամիջոցները սիրում են, չէ՞, օրինակ ընկնում են ԿՊ-ի հաշվետվությունների մեջ, որտեղ տենց բոլոր նվիրատվությունները կա, այս մեկը կա, ասենք մի 2%-ի մեջ ինչ որ մի հատ խնդիր են տենում, մի անհամապատասխանություն են տեսնում ու շատ լավ են անում ու ես դա շատ ողջունում եմ։ Եվ դա հետևանք չի ունենում, բացայտվեց, որ աղքատ մարդիկ կյանքում 2.5 միլիոն չտեսածները ձեզ 2.5 միլիոն։ Հիմա էլի մանիպուլացնենք մենք Ինֆոկոմը շատ հստակ բարձ գրել։ Ինֆոկոմը շատ հստակ բարձ, ես ասեմ թող ինչը գրի, բայց չի գրի իհարկե։
ակնհայտորեն չի գրի, որովհետև Չէ, ասում դուք եմ, ձեր խնդիրներից խոսացեք։ չէ, ես մենք մեր խնդիրներից ամենաշատը մեր Վերոնք խնդիրներից ինչպես է բոլորը ստացվում, խոսում են։ ՔՊ-ի Նարեկ ջան, դուք մեր եւ խնդիրներից խոսում եք։ Քոչարյանական մամուլը խոսում է, իբր անկախ մամուլը խոսում է, անկախ մամուլն էլա խոսում։ Միջին ընդդիմադիրության մամուլը խոսում է, то մեր մամուլն էլա մեր խնդիրների մասին խոսում։ Մեր խնդիրների մասին բոլորը խոսում են, բայց ոչ մեկը, ոչ դուք եք խոսում, ոչ նույն ձեր ասած ինֆոկոմն է խոսում, ոչ հետքն է խոսում, ոչ այն մեկն է խոսում։ Այն մարդ լավ է, դաշնակցությունը ինչի հաշվին է այս ամեն ինչը անում։ Խոսում են այդ մասին։ Հիմա ես պետք է խոսամ դրա մասին, կներեք, մեր խնդիրների մասին դուք բոլ խոսում եք։ Հիմա այս ձեր այս կան ասածը գիտեք ինչ է, որ ինձ ասեք, օրինակ, չգիտեմ, X թեմայով հարցազրույցը ինչ որ պաշտոնյայի հետ վատ անցկացրեցիք ու ես շուտ կամ ասեմ, բայց գիտեք, Հայաստանում նաև պատվեր կատարող լրագրող։ Չէ, նույնը չի։ Ես ասում, չէ, նույնը չի, որովհետև քաղաքականության մեջ կուսակցությունները ակնհայտորեն մրցակցության մեջ են։ Լրագրողները մրցակցության մեջ չեն, առնվազն չպետք է լինեն։ Կամ գուցե պետք է դուք որոշեք, ուզում եք լինեք, չեք ուզում լինեք, բայց քաղաքականության մեջ հիմա ես ասում եմ, մենք մեր բոլոր հաշվետվությունները ֆանտաստիկության աստիճանի հաշվետվություններից տեսնում ենք, որ իմ Դուք տեսնում եք քայլերին եւ ՔՊ-ի նվիրատվություն արած գործարարները կառավարությունից աջակցություն են ստացել մաքսային եւ այդ արտոնությունները։ Իսկ քանի գործարար կա, որ ուղղակի աջակցություն է ստացել ու ոչ մի նվիրատվություն չի արել այդ համասնությունը։ Իսկ նա դուք պատահականություն եք համարում։ Չէ, ես պատահականություն չեմ համարում, ես պատահականությունը համարում եմ այն, որ դուք առանձնացրել եք կոնկրետ գործարարների, որոնք նվիրատվություն են կատարել եւ ստացել են աջակցություն։ Ես արտոնություն չստանան Հայաստանի Հանրապետության բիզնեսի 80% ուզում է, որ մենք լինենք իշխանություն։ Ասեմ խի։ Որտեվ այդ մարդկանց վզին նալոգ չկա դրած, Նարեկ ջան։ Իրանք լավ գիտեն թե այն ժամանակ ոնց էր, ում կաբինետ էին տանում չամադանով, ինչքան էին տանում այդ չամադաններով, ու եթե չէին տանում ինչ էր լինում իրանց հետ։ Կային բիզնեսմեններ, որ օրինակ, չգիտեմ, բլոտով ինչ որ մեկին հաղթելու համար, հետո հարկայինը քանի օր դուրս չէր գալի իրանց բիզնեսներից։ Հիմա շինարարական չեմ ասելու անունները, բոլորը գիտեն։ Չէ, ես չգիտեմ։ Դե հիմա շատ վատ է, ուրեմն, որ լրագրող լինելով չգիտեք։ Դե ասեք, դուք ասեք։ Դեռ բան չի եղել։ Շատ լավ, մտածեք, որ չի եղել, ես վստահ եմ շատերը գիտեն, ես ում մասին եմ խոսում։ Անգիր գիտեն ու գիտեն ում այդ ինչ բլոտ է եղել, ով է հաղթել, ոնց է հաղթել ու հետո ինչ է եղել։ Հիմա Հայաստանում բիզնեսները այնքան գործ ունեն անելու, նույն շինարարական ընկերությունները, այդքան ճանապարհ ինչքան հիմա է կառուցվում, այդքան դպրոց, այդքան ենթակառուցվածք առհասարակ որ կառուցվում է, երբ է այդքանը կառուցվում։ Դե դեռ պետք է ասում, դպրոցներում, հիվանդանոցներում իհարկե լավ է որ կառուցում է, բայց արդյոք մասնագետներով համալրված են թե ոչ։ Մասնագետներով համալրվելու համար դպրոցների ու մասնագետներին առաջ խաղացում ապահովելու համար ներդրել են կատեստավորման համակարգը, որը էլի առանց խնդիրների չի։ Դպրոցը գյուղում կա, բայց աշակերտներն օրինակ ծնողների հետ արտագաղթում են։ Այ հենց արտագաղթի մասով մի շատ լավ տվյալ էլ կա 2025 թվականին առաջին անգամ վերջին տարիներին առնվազն մենք ունենք ներգաղթի ցուցանիշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի ու ելքերի տարբերությունը +8660 Թրամփը եկավ, հա, բանարեց, այդ արտաքսեց, մի մասը արտաքսեց, ինչքան հոգ արտաքսեց։ Դե հարց եմ տալիս։ Ասում քանի հոգ արտաքսեց։ Հարցնում եմ։ Դե ես ասում քանի հոգ։ Այդ թիվը Դուք բացառում եք, որ այսինքն այդ խնդիրների հետևանքով եկած քաղաքացիները չէ։ Ես ասում եմ, որ 50,000 հոգանոց արտագաղթից մենք հասել ենք 8660 ներգաղթի։ Սերժ Սարգսյանի օրոք 50,000-անոց արտագաղթներից մենք հասել ենք 8660 ներգաղթի։ Հիմա ուզում եմ խնդրել, քանի հոգին է արտագաղթել։ Չեմ կարող ասեմ, այդ թվի ես տարբերությունը գիտեմ, որ գնում են գալիս են, բայց եթե տարբերությունը դրական է, դա արդեն իսկ փաստ է։ Եվ պարոն Ալեքսանյան, Պաշտպանության նախարարությունը հրապարակեց կադրեր հայ-հնդկական համատեղ արտադրած սպառազինության, դուք նաև Պաշտպանության հանձնաժողովում եք, կարողությունները ինչպես կգնահատեք հիմա մեր բանակի։ Կասեմ, որ ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ ու այդ աշխատանքը պտուղներ տալիս է։ Մենք որդեգրել ենք քաղաքականություն մեր բանակի ձեռքբերումներով շատ չպարծենալ ու կամ դա շատ բան չանել։
մատի փաթաթան չսարքել որպես այդպեսի։ Ինչ օրինակ ակնկալի կա, որ պետքա զորահանդես անցկացնել։ Ես չգիտեմ, նման քննարկման չեմ մասնակցել անկեղծ ասած։ Քաղաքացիներից հա լսել եմ նման առաջարկ, երեք էլ կարծեմ իմ մեկնաբանություններում են համակով է քաղաքացիներ կային, որ գրել էին, բայց նման քննարկման չեմ մասնակցել։ Ինչի, որովհետև Չեմ մասնակցել, ուղղակի չի եղել տենց առիթ նման հարց քննարկելու, չգիտեմ։ բայց դուք ինչ եք կարծում, պետք է օրինակ 35-ամյակին անկախության անցկացնել։ Չգիտեմ, պետքա քննարկել։ Կա կաշտքանվածություն։ Չգիտեմ, անկեղծ չեմ, պետքա մի հատ հարցի մեջ խորանալ, հասկանալ, կա դրա անհրաժեշտությունը, չկա ռազմական համազգեստ, օրինակ նորը կա, չկա։ Դուք կուզեիք օրինակ անցկացվեր, ձեր կարծիքն էլ է հետաքրքիր։ Ես իմ կարծիքը հանրային չեմ հայտնում։ Պարոն Ալեքսանյան, Երևանը վարչապետի աշխատակազմի մակարդակով, արտգործնախարարության մակարդակով լռեց, երբ որ Բաքվում ՑՄԱ ազատազրկման դատապարտվեցին եւ նաեւ 20 տարի ազատազրկման որոշներ 20 տարի ազատազրկման դատապարտվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, ինչու չկար ասելի գնահատական դատապարտման խոսք, որովհետև օրինակ նույն Վագիվ Խաչատրյանի հետ կապված էլ երբ որ դատավճիռն եղավ, էլի կառավարությունը ու խորհրդարանական մեծամասնությունը լռություն պահպանեց այն դեպքում, երբ որ մյուսները ընդդիմադիր ուժերը, հատկապես ռադիկալ ղժղժոցի մեջ էին ընկել, մենք ասացինք, որ մենք լուր շարունակելու ենք մեր աշխատանքը մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։ Ու մեր ասելիքը այս առումով ընդհանրապես չի փոխվել։ Մենք հիմա էլ ասում ենք, որ մենք լուր շարունակելու ենք մեր ամենօրյա աշխատանքը մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ հիմա կա այդ աշխատանքը։ Միանշանակ, ամեն օր ու ամեն ժամ։ Վերջին հանդիպմանը քննարկվել է թե ոչ։ Չեմ կարող ասել ու այս հարցով ես առհասարակ հանրայնացմանը լրացուցիչ մեկ բառ ավել հանրայնացմանը մշտապես դեմ եմ։ Ուղղակի ձեր իրականությունը, պարոն Ալեքսանյան, որտեղ Ալիևը խաղաղասեր է, Նիկոլ Փաշինյանի հետ մրցանակ է կիսում, տարբերվում է այլ իրական մարդկանց իրականությունից։ Որ մարդկանց իրականությունից։ Ջերմուկում ապրողների, որոնք տեսնում են, որ ջերմուկի տարածքները եւ ոչ միայն ջերմուկի տարածքները օկուպացված են, այդ գերության մեջ գտնվողների հարազատների ընտանիքներում Իսկ հայ զինվորների, մայրերի իրականությունից ինչքանով են տարբերվում, որ համարյա 2 տարի սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չկա։ Տեսեք, երբ որ միղությամբ կա լավ բան, հա, իսկապես դա լավ բան է, երբ որ զինվոր չի զոհվում հակառակորդի կրակոցից, մնում է օրինակ Պապիկյանը այնպես աշխատի, որ նաև խաղաղ պայմաններում Դա Պապիկյանը չէ, մենակ դա բոլորս պետք է այդքան այդպես գերատեսչությունն ինքն է ղեկավարում։ Գերատեսչության խնդիր չի, սա հասարակական խնդիր է։ Լավ, հարցը շարունակելու, հա, երբ որ այդ ուղղությամբ կա այդ լավ բանը, որ Փառք Աստծո զինվոր չի զոհվում, սահմաններին չեն կրակում մարդկանց կտուրները, պատուանները հակառակորդի փամփուշտից չի ծաղկում, դա շատ լավ է, բայց ես կոնկրետ խնդիրների մասն եմ հարցնում։ Ես ասում եմ, այդ կոնկրետ խնդիրները մենք բոլորից լավ ենք տեսնում։ Ու մենք լուծեք։ Լուծում ենք։ Աստիճանաբար լուծում ենք մենք այդ խնդիրները։ Մենակ այս ընթացքում ինչքան ենք մոտեցել նրան, որ ադրբեջանցի զինվորը դուրս գա Հայաստան ինքնիշխան տարածքից։ Երբ որ դրա հետ կապված է զարգացում լինի, դուք բնականաբար դա կտեսնեք ու էլի հերթական անգամ կարձանագրենք, որ մենք ճիշտ էինք, իսկ մյուսները սխալ։ Ուղղակի 4 ամիս է մնացել։ Ինչպես որ դա ով ասել։ Չի լրանում է ընտրություններ չեն։ Դե ես ասում եմ, մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները կվերընտրեն մեր քաղաքական ուժը։ Հա, պարզապես այնպես տարօրինակ բանով զարմացած Չէ, դե ասեցիք ինձ թվաց արդեն տոկոսները գրած ունեք, թե Չէ, չունենք, հենց դա ինձ թվաց դուք ունեք գրած, որ ասում եք 4 ամիս է մնացել այդ բանը։ Դե ես որտեղ ես իշխանության ժամկետին մնացել եմ, հիմքով ասում եմ 4 ամիս։ Դե հիմա բայց գիտեք, որ քաղաքացիները չեն վերընտրելու մեզ։ Ես օրինակ այդ առումով երբեք պնդումներ չեմ անում։ Դե Արինբերտ փողոցով անցնողը ինչպես ցեզ վերընտրի, որ օվկիանոսի չափը ցեխաջրերով փոսեր է։ Դե այդ եթե բան Արինբերտը նկատի ունեք, լավ լուր ունեմ, արդեն գումարը կարծես հատկացվում է եւ այդ հարցը կլուծվի։ Նախընտրական շրջանում արժի այդ փողոցը։ Բայց մենք էլ երբ չենք փողոց։ Լավ, ինչ ուզում եք ասեք 2018-ից սկսած կա տենց մի տարի կամ ամիս, որ մենք փողոց չենք սարքել։ Ամբողջ Հայաստանում մենք կա թե չկա։ Տարի ամիս որ ձյունը հալել է եւ ասֆալտի մի մասը հետը չի գնացել։ Չկա ու աշխարհի ոչ մի երկրում չկա։
Աշխարհի ոչ մի երկրում չկա տես բան, որովհետև այդ ձյունը գալիս է, ձյունը աղավազով մշակում են, մի հատ է քերում են ու բնական է ասֆալտն էլ բան է, չի դիմանում, պետք է վերանորոգել, ես վստահ եմ, այս տարի քաղաքապետարանը շատ լավ ու պրոֆեսիոնալ կանի այդ գործը։ Նույնը կլինի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, հարցազրույցի համար։